Հարգելի հայրենակիցներ, մենք այս նիստը այսօր սկսեցինք փաստորեն այս կեղծված սահմանադրության քննությամբ, որովհետև կիրառում ենք արդեն իսկ այս կեղծված սահմանադրության կյանքի կոչելու մի դրույթ, որով պետք է սահմանենք կանոններ, համաձայն որի պետք է առաջարկենք ազգային ժողովին մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Ակնհայտ է, որ այն ինչ որ նախապես ասվում էր սահմանադրության մասին, որ սա պետք է բարձրացնի ազգային ժողովի դերը, պարլամենտարիզմի դերը պետք է բարձրացնի, արդեն այսօր այս որոշման նախագծից ակնհայտ է, որ ոչ թե դերն է բարձրացնելու, այլ նվազեցնելու է։ Իրավասու հանձնաժողովը, որը հանդիսանում է մարդու իրավունքների հանձնաժողովը, փաստորեն զրկված է լինելու, քննարկելու եւ առաջադրելու մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ 1. Որովհետև այս նախագիծը դա փաստորեն սահմանափակում է, դրա համար է, որպեսզի այնպես անել, որ այդ հանձնաժողովը հնարավորություն չունենա քննարկի եւ առաջադրի։ Երկրորդը, եթե մենք խոսում ենք մրցակցությունից, պարլամենտարիզմից, ապա պարտադիր պետք է լինեն մի քանի թեկնածուներ, որը կարողանա ապագայում այս ազգային ժողովը հնարավորություն ունենա ընտրելու։ Տեսեք, ապագայում վերապահված է նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրությունը եւ առաջադրումը իրավասու հանձնաժողովի կողմից ազգային ժողովին ներկայացնելու նրա թեկնածությունը, գլխավոր դատախազի։ Նորից պետք է մեկ թեկնածու ներկայացնի այդ հանձնաժողովը։ Սա խոսում է այն մասին, որ նույն բնույթի իշխանությունն է գործում։ Իմ շատ սիրելի գործընկեր Արծվիկ Մինասյանը ասում էր, մենք ապակենտրոնացնում ենք գործադիր իշխանության այդ ուժը, մենք այնպես ենք անում, որ հավասարակշռման եւ զսպումների մեխանիզմ լինի։ Եթե այդպես է, ապա ինչպես ենք դուք կողմ քվեարկեցիք հենց հանձնաժողովում, որ կարող է մեկ անձ ներկայացվել լիագումար նիստին ընտրության համար։ Սա նշանակում է, որ նույնն է, նույն տրամաբանության ներքո է, ինչ որ նախագահն էր առաջարկում եւ այստեղ ընտրություն էին կատարում։ Միգուցե փակ քվեարկության ժամանակ, այո, լինի իրապես մրցակցություն, հետևենք մենք ընտրություններին եւ մարդիկ իրենց խղճի մտոք քվեարկեն այն թեկնածուին, որին իրենք ցանկանում են, այլ ոչ թե որին բերել եւ մի հոգի հրամեցրել են։ Այստեղ արդեն երկրորդ կետն է, որ փաստորեն խախտվելու է եւ մրցակցային սկզբունքը եւ այս սահմանադրությունը, որը կեղծիքներով փորձում է կյանքի կոչել, նույն տրամաբանության ներքո է գործելու, ինչ որ գործել է մինչեւ այս պահը թեկնածուների, այսպես ասած, իրենց վատ կադր ներկայացնելու այդ տրամաբանության ներքո է գործելու փաստորեն։ Եվ եթե հանձնաժողովը չի գնալու փոփոխության, այսինքն առաջի հերթին պետք է իրավասու հանձնաժողով ճանաչել մարդու իրավունքների հանձնաժողովը, երկրորդը առնվազն պետք է սահմանել, որ լինելու է 2 թեկնածու ներկայացված ազգային ժողովին, այդ մրցույթը անցած հանձնաժողովը ոնց որ մրցույթ պետք է անցկացնի, այդ մրցույթում հաղթող առնվազն 2 առավել լագույն ձայն ստացող թեկնածուները պետք է ներկայացվեն ազգային ժողովին։ Եվ երրորդը, որպեսզի ոչ մեկ անմասն չմնա թեկնածու առաջադրելու գործընթացին, կարող են սահմանել, որ անկախ պատգամավորները, հանձնաժողովի անդամները եւ նաեւ խմբակցությունները, եթե ունեն նման որոշում, կարող են 3 կատեգորիաներ առաջադրել մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու հանձնաժողովում, այսինքն եթե անկախ պատգամավորը ինքը, բոլոր անկախ պատգամավորները թող առաջադրեն, եթե ցանկություն ունեն, երկրորդը հանձնաժողովի անդամը, տվյալ իրավասու եւ նաեւ խմբակցությունները։ Եվ այստեղ մենք կարող ենք ասել, որ բոլոր չափանիշները մենք պահպանեցինք եւ մրցակցության եւ եթե ուզում ենք իրապես ազգային ժողովի դերակատարությունը բարձրացնել։ Թե չէ, եթե մենք գնում ենք այս տրամաբանության ներքո, վաղը բերելու եք մի նորից մեկ թեկնածու, օրինակ գլխավոր դատախազի
թեկնածու որպես, չի լինելու նորից մրցակցություն, որպեսզի կարողանանք մենք իրոք մրցակցությունը ապահովել, կարծում եմ այս 3 առաջարկները պետք է ընդունվեն։ Ես այս 3 առաջարկները գրավոր ինձ թվում է կարիքը չկա, բայց առաջարկում եմ, որպեսզի անպայման քննարկեն եւ ընդունվեն։ Շնորհակալություն։